Ողջույն։ Մեր երկրում քննարկման գլխավոր թեմաները շարունակում են մնալ պետբյուջեի թալանը, նաև պարգևավճարների միջոցով և տարբեր ապրանքատեսակների սարսափելի գնաճը։ Գիտեք, երբ ժողովրդին հարցնում ենք ինչպիսի ղեկավար եք ցանկանում ունենալ, ուժեղ ղեկավարից հետո հաջորդ տարբերակն է ժողովրդի մասին մտածող։ Սաղ ժողովուրդն ասում է, որ սրանք չեն մտածում մարդկանց մասին։ ՔՊԱ պաշտոնյաները վարչության պետերից մինչև պատգամավոր, մարզպետ, փոխնախարար, նախարար, փոխվարչապետ ու վարչապետ եւ այլն ստացել են միլիոնավոր դրամների պարգևավճարներ, այնքան շատ են ստացել, որ անգամ չեն էլ հիշում։ Արդարադատության նախարարն ասում է դեմի 6-7 միլիոն էլի, Սփյուռքի հանձնակատարն ասում է դեմի 5-7 միլիոն, թիվը ասում է էական չի եղել, չեմ հիշում։ Հիմա կամ նրանք այնքան շատ են ստանում ֆինանսներ պետությունից, որ այդ 7 միլիոնը ուղղակի մանրուք է, կամ էլ այնքան են կողքից աշխատում, որ պետության տված 7 միլիոնը բան չի նշանակում իրենց համար։ Մինչ ժողովուրդը դժգոհ է նման անտրամաբանական բարձր պարգևավճարներից, սրանք արդարացնում են։ Դե ասում են պարգևավճար ենք տալիս, շատ ենք տալիս, միլիոններ ենք տալիս, որ չփախչեն գնան մասնավոր ոլորտ կամ երկրից դուրս չգան։ Այսօր էլ Ալեն Սիմոնյանն էր նման արդարացում բերել, որ մրցունակ աշխատավարձ լինի, բարձր պարգևավճար լինի, դուրս չգան գնան։ Գիտեք, ամբողջ ժողովուրդն էլ հենց դա է ուզում, որ դուք ԿՊԱ-ներով հեռանաք պետական կառավարումից, դուրս գաք գնաք։ Այժմ բոլոր ԿՊԱ-ներին, կառավարության բոլոր ԿՊԱ-ներին ուղղակի խնդրում են այնքան ցածր աշխատավարձ ունենան, որ խռով են դրանից դուրս գան, նեղանան, թողնեն գնան, փախչեն գնան խոպանում աշխատեն։ Իհարկե հարց է, եթե սրանք դուրս գան պետական համակարգից, ինչ են անելու։ Անկամ իրենց հին ոլորտները վերադառնալ չեն կարող։ Հասցրել են բոլորի կողմից մերժվել, բոլորին վնաս տալ։ Մի անգամ ասել եմ, շատ ամանորին գան հրապարակ ձմեռ պապի ձյունանուշիկ աշխատեն, որոշները պանդա։ Իրենց ձևակերպումը խնդալու է, պարգևավճար ենք տալիս, որ արհեստավարժ լինեն։ Այսինքն ինչքան ուզում ես Արսեն Թորոսյանին պարգևավճար տու, ինչ է փոխվելու սոցիալնախարարությունում, թոշակ է բարձրանալու։ Նազարյանն այն կինը, որ դեպուտատ էր ու 2 տարի միկրոֆոնին չի մոտեցել, որ նա պարգևավճար ստացավ, ինչ արհեստավարժ է դառնալու, կամ են մյուս ԿՊԱ-ները, որ ֆեյքի տրամաբանությամբ են աշխատում ու ելույթ ունեն, ինչ է փոխվելու։ Երևանի քաղաքապետը, որ ստացել է ճոխ պարգևավճար, քաղաքում ինչ է փոխվել։ Սառույցի վրա ոտքեր են, որ կոտրվում են ու ավտոներ են, որ վթարի են ենթարկվում։ Դուք արհեստավարժ եք դառնում հարստանալու հարցով։ Բա գերդաստաններով նստած են պետբյուջեի վրա։ Գործարարները չարչարվում հարկ են մուծում, սրանք մի օրում պարգևատրվում են 7, 9, 51 միլիոն դրամ։ Խոշոր հարկատուների ցանկն ենք ուսումնասիրում ու տեսնում ենք, որ մի քանի 100 հարկատու միասին վերցրած տարեկան հարկերի չափով սրանց պարգևատրել են։ Երբ ասում են թոշակները բարձրացրեք, սրանք հակադարձում են, թե բարձրացնենք գնաճ կլինի, ավելի վատ կապրեն։ Ուրեմն այն պահից, երբ աստղաբաշխական միլիոնավոր դոլարների պարգևավճար շահ տվեցին իրար վրա, ինչ է տեղի ունեցել։ Կտրուկ թանկացումներ են։ Հեղուկ գազը, որը սովորաբար վաճառվում էր 140-ից 160 դրամ, իսկ ամռան ամիսներին մինչև 100 դրամ ու ավելի անգամ ցածր, սրանց պարգևավճարներից հետո դարձել է 280 դրամ։ Հեղուկ գազը լայնորեն օգտագործվում է եւ դրա թանկացումը բերում է շատ ապրանքատեսակների թանկացման։ Փոխադրումները դրանով են։ Ասում են Լարսը փակ է, բայց այդ ոնց է որ մենք էլ Վրաստանն էլ հեղուկ գազը նույն տեղից ենք ստանում, հələ մենք էլ ԵԱՏՄ անդամ ենք, պետք է ավելի էժան լինի։ Լարսը փակվում է համ մեզ համար, համ վրացիների համար, ու հեղուկ գազը էժան է այնտեղ Հայաստանից։ Կարող է պատճառն այն է, որ իշխանության ընտանիքի անդամները Վրաստանում որոշ իշխանական օլիգարխներ փայ չունեն, ոչ էլ պրեմիա են ստացել։ Բենզինը այնտեղ մեզնից էժան է, հեղուկ գազը էժան է, դեղերը էժան են, լվացքի փոշ են անգամ ստեղից գնում Վրաստանից բերում, որտեղ էժան է։ Երբ անգամ ուզում են արտագաղթել, Վրաստանով են գնում, որովհետև ինքնաթիռի տոմսերներ շատ ուղղություններով ավելի էժան են։ Ամեն ինչ է թանկացել Հայաստանում ժողովուրդ, սրանց ստացած պարգևավճարներից հետո։ Դուք գտեք կապը։ 2025 թվականի դեկտեմբերին 24-ի դեկտեմբերի համեմատ թշնամիսը թանկացել է 4.3%-ով, տավարի միսը 11.7%,
խոզի միսը 12.7%, գառան միսը 14.1%, հացը 3.6%, մակարոնը 7.9%, գրեչկան 9.4%, ոլորը, ձուկը, կարագը, ձեթը, ձուն, ամեն ինչն է թանկացել, կաթնամթերքը։ Սա այդ պարգևավճարների տարվա վերջում վերցրած պարտքի գինն է դուրս գալիս թանկացումներով։ Մտար խանութ ու տեսար հացը թանկացել է, Ժողովուրդ ջան, քաշը պակասել է, դա ՔՊ-ի պարգևավճարների փողն է։ Այն որ սրանք են սովորացրել մեզ, հենց այդպես մտածել, եթե թանկանում է ու անհիմն, ուրեմն իշխանականից մեկը օգտվում է։ Այն որ թոշակ չի բարձրանում, աշխատավարձ չի բարձրանում, ամեն ինչ թանկանում է, այ դա այն է, որ ասում ենք սրանց վերցրած վարկերը, շռայլ ծախսերը ժողովրդի ջանից են դուրս գալիս։ Մեր հարևան Վրաստանի վարչապետը վերջերս հայտարարեց, որ իրենց երկրում մտադիր են սննդամթերքի գները նվազեցնել։ Ասացին, կհանդիպենք առևտրականներին, պետք եղավ հակամենաշնորհային քայլեր կանենք, որովհետև երբ թանկանում է այն էլ անհիմն, ուրեմն լինում են գերշահույթ ստացողներ։ Մեր ՏՄՊՊՀ-ն ինչքան թանկանում է, դե ասում են ուսումնասիրեցինք, օրինաչափ է, նորմալ է։ Բենզինը կտրուկ թանկացել էր, այդ պատասխանը տրվեց։ Չնայած դրսի շուկայում բան չի փոխվել, դեռ լարսն էլ փակ է, այնուամենայնիվ բենզինը իջավ 50 դրամով։ Ու էլի նորմալ է։ Բայց ո՞նց է նորմալ, եթե ամեն լիտրի մեջ տարիներ շարունակ գերշահույթ են ստացել։ Հեղուկ գազի թանկացումը ռեկորդ է, նման գին երբեք չի եղել Հայաստանում։ Հեղուկ գազի գինը կարող օրինակ դարձնեն 500 դրամ, իսկ մինիստրը ստանա արդեն 20 միլիոն դրամ պարգևավճար։ Իրենց ձեռի տակ չի, թող անեն։ Մեր երկրում, որտեղ պաշտոնյան 9 միլիոն դրամ պարգևավճար է ստանում, կա 136,000 մարդ, որ չի կարողանում մի քանի տարի շարունակ մինչև 250,000 դրամ սպառողական վարկ մուծել, ընկնում է սև ցուցակ։ 2017 թվին նրանց թիվը 48,000 էր։ Այսինքն հեղափոխություն կոչվածից հետո 88,000-ով աճել է այդպիսի մարդկանց թիվը, աղքատացել են։ Կարճ ասած, երբ Նիկոլն ասում է, այսքան բարեկեցիկ Հայաստանը դեռ չի եղել, խոսքը ՔՊԱ-կանների մասին է։ Իրենք երկիրն ու ժողովուրդը իրենցով են չափում։ Նիկոլին համարում են պետությունը, ՔՊ-ին ժողովուրդը։ Հայաստանում ամենալավ բիզնեսը ՔՊԱ-կան պաշտոնյա լինելն է դարձել։ Կան հարկային մեծ արտոնություններ, ազգուտակով պաշտոնի են, ազգուտակով բիզնեսմեն են, ազգուտակով պարգևատրվում են։ Պաշտոնյա լինելը բավականին լավ բիզնես է։ Այդ որ մի հայաստանյան բիզնեսմենն է մեկ օրում 9 միլիոն դրամ աշխատում։ ՔՊԱ-կան պաշտոնյաները աշխատում են։ Սրանք իշխանությունից կարճած են նաև հենց փողերի կերակրատաշտի, իրենց բառերով ասեմ, լափամանի պատճառով։